Ներ դրսից, քանի որ Որտեղից։ տարբեր տեղերից։ Մեծ մասը Աֆրիկա, Շրի Լանկա, Ֆիլիպին, որտեղ որ մենք մեր բիզնես գործունեությունները ունենք, հա։ Վարձկան չասենք, դա մի քիչ հակաօրինական է, ասենք փորձված մասնագետներ։ Մասնավոր բանակ։ Մասնավոր բանակ, հա, իհարկե մերժվել է այդ առաջարկը եւ անվտանգությունը առաջին հերթին պետք է ստորգետնյա արտադրություն, ռազմաարտադրություն, ոչ մի դեպքում վերգետնյա պետք չի, բարձր տեխնոլոգիաներ, մասնավոր բանակների Այսինքն դուք մասնավոր բանակներ եք բերելու Հայաստան։ Այո։ Բա գումարը դրանք թանկ հաճույք են։ Այդքան էլ թանկ չեն։ Ավելի թանկ է, ասենք զինվոր վիրավոր պահել կամ զոհվածի հայրի ու մոր երեսին նայել կամ նայել այդ անհետ կորածի հոր երեսին, դա ավելի թանկ է, քան ասենք մասնավոր բանակ պահելը։ Ու մասնավոր բանակը անպայման չի միշտ պահես։ Մասնավոր բանակը կարա գա իր գործը անի եւ գնա։ Մնա ինչ-որ չափ, որը որ եւ ասում եմ բարձր տեխնոլոգիաների ինտեգրմամբ նույնպես։ Հայ զինվորը էլ պետքա չմեռնի, հասկանում եք, անպայման չէ հայ զինվորը մեռնի։ Այսինքն մենք այդ երկրներից բերում ենք 50,000 զոհ, հա։ Ինչքան 80, նայած ինչ միսիա է, ինչ գործ է։ Եվ ուղարկում ենք սահման։ Եվ ուղարկում ենք նույնիսկ ազատագրման։ Ազատագրման։ Ինչն ենք ազատագրում։ Արևմտյան Հայաստանը թե Արցախը թե Արցախ Նախիջևան ասենք սկզբից։ Նախիջևանն էլ։ Արցախ Նախիջևան։ Մասնավոր բավոր պարտվի այդ բանակը ինչ ենք անելու։ Տեսեք, պատմության մեջ չկա որ մասնավոր բանակները պարտվեն, հետո երբ որ չկա այդպես պատմություն, որ մասնավոր բանակը պարտվի, չեք կարա գտնեք։ Մասնավոր բանակը երբ որ պարտվում է, դա նախ երկիրը չի պարտվում եւ պատմության մեջ ելի եմ ասում